Մենք վաղուց արդեն հռչակել ենք բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականություն, այդպիսի քաղաքականություն վարելու մեր կառավարության ուրեմն որոշումը եւ իսկապես կան գնահատականներ եւ մեկնաբանություններ, որ աշխարհակաղակական շահերի այս երբեմն թեժ, երբեմն ավելի пассив բախման շրջանում կամ սրման ամենայն դեպս շրջանում մեզ հաջողվում է հավասարակշռությունը պահել։ Այո, մենք ռազմավարական գործընկերություն ունենք Միացյալ Նահանգների հետ, այդ մասին խոսում ենք, իսկ ռազմավարական երկխոսություն ունենք եւ արդեն ուզում ենք բարձրացնել գործընկերության մակարդակի Միացյալ Թագավորության հետ, ես այսպես փորձում եմ քարտեզով արևմուտքից գալ մի շարք եվրոպական միության անդամների հետ էականորեն նշանակալի կերպով խորացնում ենք մեր հարաբերությունները եվրոպական միության հետ, խոսվել են մասին, որ Հայաստանի Հանրապետությունը քաղաքացիները այլ հավակնություններ ունեն, եվրոպական միության անդամ լինելու հավակնություն ունեն, այդպիսին է տեսնում իրենց երկիրը։ Մենք մեր գործընկերություն ունենք Ռուսաստանի Դաշնության հետ, բազմիցս ասել ենք, թե ինչպիսի մեծ կարևորություն ենք հաղորդում մեր հարաբերություններին, երևի սա ամենառազմավարական մոտեցումն է բոլոր ռազմավարականների մեջ, ինչպիսի մենք կարևորություն ենք հաղորդում մեր անմիջական հարևանների հետ հարաբերություններին, 4 հարևանից Վրաստանի եւ Իրանի հետ ունենք հիանալի հարաբերություններ եւ Ադրբեջանի հետ եւ Թուրքիայի հետ փորձում ենք կարգավորել, Ադրբեջանի հետ խաղաղությունը հաստատված է, փորձում ենք մնացած ուրեմն բաղադրիչներով աշխատել կամ ավելի դետալիզացնել, Թուրքիայի հետ ունենք շատ ինտենսիվ երկխոսություն եւ շատ մեծ լավատեսություն ունեմ այստեղ, որ կարող ենք աստիճանաբար ուրեմն արդյունքներ գրանցել շոշափելի։ Եվ այսպես թվարկելով գնանք Կենտրոնական Ասիա մինչև Չինաստան, որի հետ ռազմավարական գործընկերություն կրկին հռչակեցինք եւ երկրների ղեկավարները ստորագրեցին ընդամենը 2-3 ամիս առաջ։